Պարոն Մխիթարյան, որպես ՀԱԿՎ դիտորդական առաքելության անդամ վաղաշաբաթ խոշորացված համայնքում ընտրություններում ինչ խախտումներ արձանագրեցիք հենց քվեարկության օրը։ Վաղաշաբաթ նախ պետք է ասեմ, որ ՀԱԿՎ-ն ընտրական ողջ գործընթացները սկսեց դիտարկել այն պահից, երբ որ գրանցվեց որպես դիտորդական առաքելություն, եւ դա տեղի ունեցավ հոկտեմբերի 27-ին, 28-ից սկսած մենք երկարաժամկետ դիտորդական առաքելություն իրականացրեցինք, որը ենթադրում էր հետևել նախընտրական գործընթացներին եւ ողջ քարոզարշավին, որովհետեւ Հայաստանում արդեն քանի տարի է հիմնական խախտումները, որոնք կարող են էական ազդեցություն ունենալ քվեարկության արդյունքների, ընտրությունների արդյունքների վրա, արվում են մինչև քվեարկության օրը։ Եվ այնտեղ գրանցեցինք մի շարք բացթողումներ եւ կարելի է ասել խախտումներ, որոնք կարող էին էական ազդեցություն ունենալ։ Դրանցից առաջինը եւ ամենակարևորը այն էր, որ քվեարկությունից ընդամենը մի քանի օր առաջ ուրեմն քաղաքացիական պայմանագրին պատկանող CVKM կամ նրա հետ ասոցացվող կայքը տպագրեց, այսպես ասած ճակերտներում, վստահելի աղբյուր սոցիոլոգիական հարցման արդյունքների, որով իրենց թեկնածուն ուներ 50-ից ավելի տոկոս, իսկ մնացածներից գուցե մեկը կամ երկուսն էին, որ կարողանում էին անցնել, այն էլ մեկը իրենց դաշնակիցը։ Որը իսկ սոցիոլոգիական հարցման արդյունքներ տպագրել նախապես կամ հրապարակել նշանակում է անել այդ սոցիոլոգիական հարցումը եւ անպայման հրապարակման մեջ գրել, թե ինչպիսի ընտրանք է եղել, երբ են հարցումները կազմակերպվել եւ այլն, որովհետեւ դա էական ազդեցություն է ունենում յուրաքանչյուր ընտրողի վրա։ Եվ դա իսկապես ազդեցություն ունեցավ, որովհետև դա նաև որոշակի առումով հուշում էր ընտրողներին, թե օրինակ որ ուժերին պետք չի քվեարկել, որովհետև նրանք շեմը չեն հաղթահարում։ Եվ դրանք հիմնականում ընդդիմադիր ուժերն էին։ Սա մեկ, մնացած բաները, որ վարչական ռեսուրսի համատարած կիրառում։ Տեսեք, քաղաքացիական պայմանագրի թեկնածուն ով էր։ Այն մարդը, որը 4 տարի ղեկավարել էր մի համայնք, որտեղ կար գյուղեր եւ բոլորի վարչական ղեկավարներին ինքն էր նշանակել։ Հետո վերցնում է քաղպայմանագիրը իր այդ թեկնածուին, որ կառավարում է ըստ էության այդ բոլոր գյուղերին, բերում է վաղաշաբաթ համայնք արդեն, նշանակում է ժամանակավոր պաշտոնակատար եւ հնարավորություն տալիս էլի օգտվելու այն լծակներից, որոնք իր ձեռքում կան։ Այդ բոլորը վարչական լծակներ են։ Իսկ վաղաշաբաթում կան վարչական ղեկավար, վաղաշաբաթի հարևան գյուղում, բացի դրանից բոլոր ՈԱԿ-ները, այսինքն բոլոր այն կազմակերպությունները, որոնք պատկանում են համայնքին, ՀՕԱԿ-ները։ Եվ ստացվում է, որ նա այդ ամբողջ ռեսուրսը ըստ էության ներդրեց եւ գյուղերի եւ քաղաքի արդեն հենց ընտրությունների ժամանակ։ Եվ ընտրությունների արդյունքներն էլ են դա ցույց տալիս։ Օրինակ, եթե միայն վաղաշաբաթում ընտրությունները լինեին, քաղաքացիական պայմանագիրը չէր հաղթելու։ Ձևավորվելու էր կոալիցիա, որովհետեւ օրինակ Հայրենիքը անցնում էր եւ Մայր Հայաստանը ավելի շատ ձայներ էր հավաքում եւ այլն։ Իսկ գյուղերի փաստորեն ընտրողների ձայները գումարվեցին եւ ստացվեց այն պատկերը, որ ընդամենը 3 ուժ է հաղթահարում այդ նվազագույն շեմը։ Սա ուրեմն նախընտրական շրջանում, բայց ձեր հարցը հենց քվեարկության ընթացքին էր վերաբերում, այդ մասին էլ մի քանի բան ասեմ։ Ուրեմն հիմնական ընտրախախտումները, որոնք քվեարկության օրը տեղի ունեցան, ես կարող եմ ասել մի քանի խմբի էին բաժանվում։ Առաջինը եւ ամենատարածվածը բաց քվեարկություն, որը հետեւում էր ուղղորդմանը։ Մարդիկ բերում էին մեքենաներով ընտրողներին տեղամասի մոտ, մեկը տեղամասի մոտ կանգնած ստուգում էր, թե ովքեր են եկել, որտեղ նրանց մոտ արդեն ցուցակ կար։ Հետո իսկ մեկը հուշում էր այն մեկին, որ այս մեկը եկավ արդեն քվեարկության եւ քվեարկության արդեն սենյակում մյուս վստահված անձը հետևում էր արդյոք նա քվեարկեց թե չէ, իսկ հավաստիանալու համար շատերը ուղղակի ցույց էին տալիս, այսինքն հստակ երևում էր, թե որ համարի քվեաթերթիկն է դրվում ծրարի մեջ եւ հետո գնում գցվում։ Այսինքն ամբողջ այդ process-ը ուղղորդված էր բերել, այո, բերել, ուրեմն ստուգել արդյոք նա եկավ, հետո ստուգել արդյոք նա ճիշտ քվեարկեց, ճակերտներում ճիշտ էլի, ճիշտ քվեարկեց թե չէ եւ ուրեմն նրան ուղեկցել եւ հետո երկրորդ անգամ, երրորդ անգամ։ Մյուսը կուտակումներ բոլոր տեղամասերի եւ դրսում։
եւ ներսում։ Շատ ժամանակ հանձնաժողովների նախագահները չէին կարողանում վերահսկել իրավիճակը տեղամասերում։ Եվ այդ խառնաշփոթը բերում էր նրան, որ որոշ, այսպես ասած, վստահված անձինք, որոնք ավելի շատ իբր թե գիտելիքներ ունեն, նրանք դառնում էին կառավարողը ողջ process-ի ընտրական տեղամասում եւ նրանք դառնում էին թելադրող, թե ինչպիսի գործողություններ անեն, որ շատ կոնկրետ դեպքում, որը նորից բերում էր նրան, որ այդ թելադրող դիրքից ընտրողների վրա որոշակի ճնշում էր գործադրվում, որպեսզի քվեարկեն հատկապես այն ուժի օգտին, որը տիրապետում է բոլոր այդ վարչական ռեսուրսներին։ Այդտեղ կարելի է նաև նշել այդ գովազդային պաստառները, որոնք փակցված էին տեղամասերի մոտ, կարելի է նշել նաև տեղամասերի ոչ հարմարեցված վիճակը, որովհետև շատերը հասանելիություն չունեին տեղամասերին եւ այլն։ Մենք տեսանք նաև, որ իշխող ուժի այդ հայտնի ներկայացուցիչներից սկսեցին նաև մեղադրանք հնչեցնել ընդդիմության հասցեին, թե իրենք էլ են կարծես թե այդ ընտրության օրը խախտումներ արել։ Դուք ինչ կարձանագրեք։ Որ ասենք, որ միակողմանի եւ բոլոր իշխող ուժի կողմից էին խախտումները գրանցած, հատկապես մեր դիտորդների կողմից, իհարկե այդպես չի, չնայած գերակշիռ մեծամասնությունը իհարկե այդպես է։ Մենք նկատել ենք նաեւ ընդդիմության կողմից, մասնավորապես համար 1-ի կողմից որոշակի խախտումներ եւ ուղղորդումներ, օրինակ, եւ մեքենաների վրա գովազդներ, որոնցով մեքենաներով բերում էին եւ դա հատկապես 1-2 գյուղերում ենք դա դիտարկել, այո, իսկապես դա կա եւ փոխադարձ նաեւ պաստառների փչացնելը, մի պաստառի վրա մյուսը փակցնելը, ուրեմն լարված մթնոլորտ որոշ տեղամասերում, որոնք բնավ չէին նպաստում նրան, որ ընտրությունների ընթացքը շատ հանգիստ ընթանա, բայց միևնույն է, սա չպիտի ոնց որ քչացնի իշխող քաղաքական ուժի պատասխանատվությունը, որովհետև միևնույն է, նա է, նույնիսկ եթե վատ ընտրություններ են կազմակերպվում, միևնույն է պատասխանատուն կազմակերպիչն է, ում ձեռքին հենց այդ լծակներն են, որոնք պետք է լինեն շատ անաչառ, մաքուր, հավասար պայմաններ պիտի ստեղծեն եւ այլն։ Օրինակ մի բան ես ասեմ էլի, օրինակ Խոյ համայնքում, որը գործում էր մինչեւ 3 առաջի օրը, նախընտրական շրջանում կտրուկ աճել են հողերի հետ կապված գործարքները, օրինակ հողի նշանակություն փոխել, մնացած բաները, եւ դա արվել է վերջին 1 ամսվա ընթացքում։ Դա նշանակում է, որ այն մարդը, որը Յայլոյան, եթե չեմ սխալվում, որը փոխարինեց Մեխակյանին Խոյ համայնքում, նա ըստ էության ուղղակի նվերներ էր տալիս այդ հողամասերը, նշանակություններ փոխում, ինչի դիմաց արդեն ակնհայտ է բոլորին էլ, թե ինչի դիմաց դա կարող էր անել։ Որքանով էր ընդունելի եւ օրենքի տեսանկյունից եւս Խոյ համայնքի միացումը վաղաշապատին եւ արդյոք մենք այստեղ օրենքի բաց չունենք։ Գիտեք, նպատակահարմարությունը ընդհանրապես հիմնավորված չի։ Ավելի ճիշտ կարելի ասել հիմնավորված է այն տեսանկյունից, որ այդ ընտրողների ձայները գումարվելով վաղաշապատի ձայներին կարող էին էական բան փոխել եւ այդպես էլ եղավ, որովհետեւ այնտեղ եւ խնդիրներն են տարբեր գյուղական բնակավայրերում, մասնավորապես ջերմատների հետ կապված, ջրի հետ կապված, տարբեր բաների հետ կապված, իսկ վաղաշապատում լրիվ ուրիշ խնդիրներն են եւ այդ արհեստական միացումը ուղղակի միտված էր նրան, որպեսզի այնտեղ շատ ուժեղ գործադրված վարչական ռեսուրսները օգտագործելով ընտրությունների արդյունքները ունենալ այնպես, ինչպես որ պլանավորում էր իշխող քաղաքական ուժը։ Եվ ակնհայտ է նաև դա արդյունքներից, եթե մենք նայում ենք, օրինակ այն բնակավայրերում, որոնք Խոյ համայնքում մեծ բնակավայրեր էին, միայն այդ բնակավայրերում օրինակ քաղաքացիական պայմանագիրը շուրջ 60% ձայն է հավաքել։ Մինչդեռ վաղաշապատում, օրինակ առաջին եւ երկրորդ տեղերը գրաված ուժերի միջև տարբերությունը ընդամենը մի քանի 100 ձայն էր։ Այսինքն սա հստակ ցույց է տալիս, որ գյուղերի միացումը վաղաշապատին էական ազդեցություն ունեցավ ընտրությունների արդյունքների վրա։